Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Հական Ֆիդանի Հայաստանի վերաբերող հերթական հայտարարությունն է այս տարվա մեկնարկից հետո։ Ֆիդանը Հայաստանում հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն է կարևորել, նշելով նաև, թե Նիկոլ Փաշինյանն առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում, այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի։ Այլ կերպ ասած, ըստ թուրքագետ վերլուծաբանների, Թուրքիայի իշխանություններին շատ ձեռնտու է ներկայիս իշխանությունների գործելավոճը, եւ դա Թուրքիայի իշխանությունները չեն էլ թաքցնում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ով երկար տարիներ եղել է Թուրքիայի հետախուզության պետ, ուշիուշով հետևել եւ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սոցհարցումներին եւ նրան եւս հետաքրքիր է, թե Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ով ինչ շանսեր ունի։ Առաջացնում է հետևյալը. մենք սատարում ենք Փաշինյանի կառուցողական մոտեցման, կառուցողական քաղաքականության։ Անմիջապես այդ ասում է հետևյալը. այդ քաղաքականությունը, այդ մոտեցումը պետք է շարունակվի։ Այստեղից կարող ենք բխեցնել, որ այդ քաղաքականությունը կարող է շարունակվել, այդ կառուցողական մոտեցումները իրեն կարող է շարունակվել միայն այն պարագայում, երբ Փաշինյանը վերարտադրվի։ Հետևաբար սատարել ասվում է քաղաքականության մասին, որը վարում է Նիկոլ Փաշինյանը եւ ցանկություն է հայտնում, որ այդ քաղաքականությունը շարունակվի։ Մարդը բառացի ասում է, որ հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը որ գործող իշխանությունը տանում է առաջ։ Թուրքագետն ասում է, Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը հայտնի է։ Թվարկում է Արցախը Ադրբեջանի կազմում, Արարատ լեռի վերացում Հայաստանի խորհրդանիշներից, ցեղասպանության հարցի փակում։ Ինչքան էլ որ մեր իշխանությունները որոշապես համար անընդունելի է, իրենք չեն կարողանում հասնել նրան, որ թուրքական եւ ադրբեջանական խոսեցի Զանգեզուրի միջանցք անընդունելի եցվեցը դուրս գա։ Բացի այդ ասում են, թրիփը դա մեզ համար նույնը Զանգեզուրի միջանցքն է։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ թրիփի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։ Իդեպ Սյունիքով անցնող Նախիջևանը Ադրբեջանի միացնող ճանապարհի ապագա թրիփ ուղու մասին կրկին Ֆիդանի ձևակերպումն է, որ իր երկիրը ցանկանում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Թուրքական դիվանագիտության հին գայլը իհարկե պատահական նման հայտարարություններ չէր կարող անել։ Ֆիդանի հայտարարությունը, որ այդ միջանց կոչված այնպես բացվի ինչպես Ադրբեջանն է ցանկանում։ Ադրբեջանը այդ մասին հայտարարել է անխոչնդոտ եւ հայ սահմանապահներին չտեսնելու պարագայում են իրենք պատկերացում այդ միջանցքը։ Հետաքրքիր է, ինչ ազդեցություն կարող է ունենալ Ֆիդանի նմանատիպ հայտարարությունը հայ հանրության վրա։ Ըստ թուրքագետի այն հատվածի վրա, որը ներկայիս իշխանություններին է սատարում, Ֆիդանի հայտարարությունը շատ քիչ բացասական ազդեցություն կունենա։ Հանրությունը գտնվում է շատ խորը լեթարգիական քնի մեջ, մեր հանրությունը ցավոք սրտի գերբ առաքված է, նաև մեզանում վախը ու պարտությունը այս իշխանությունները այսպես ներկայացրել են որպես պրագմատիզմ։ Ըստ Մելքոնյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը իմիտացիոն է։ Երևանը ոչ թե բանակցում է, այլ վարում է գերզիչելու քաղաքականություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։